գործարանների հետ կապված գործարանա մնացել որ։ Շատ դժգոհ ենք, շատ 72 տարեկան մարդ եմ, սենստել եմ, թոշակը բերում եմ տեղի փող են տալի, ոչ բան չեմ, վաճառում, ցավոտնամ, էլ ինչ ասեմ, շատ դժգոհ եմ Նիկոլից, անձամբ, սե գործերը շատ վատ է, սովետական ապրանքները առնում ենք ու չենք անում, վաճառենք, օգուտը ստանանք, բայց ինչ անենք, ապրելու համար պետք է, ինչ անենք, Գնորդներ այսինքն Գնորդներ այսինքն Այո, չկա, ոստերն ես հել, դատարկություն է, չվաճառում ոչ բան։ Այսինքն նաև կարծում եք, որ Փաշինյանը իրեն չի արդարացնի։ Հա, կարելի ասել, հա։ Բոլոր միտինգներն մասնակցել ենք։ Այս հարկային օրենքի, սխալ օրենքի համար տեսնում եք շուկայում ինչքան հին ապրանքներ կա, որը աննարին է հայտարարել հիմա։ Հելը մենք էլի տենանք ինչ արդյունք կտա։ Բոլորին մի բանի տակ են անում, մանր, միջին, ասենք չկա, այստեղ կան ուժեղ լավ գործանողներ Հայաստանում եւ կան մանր օրվա հացի փող աշխատողներ։ Հիմա դրանց 10% է սարքում։ Մարդը պետք է փագի, ուրիշ ձև չկա։ Փագի բիզնեսը։ Ասում եք, որ միտինգների մասնակցում եք, այս ընթացքում ինչ որ արձագանք ստացել է ձեր բողոք։ Դե սկզբից հենց առաջի մի քիչ շատ էր ժողովուրդը։ Կանչեցին հանդիպում ունեցանք, ֆինանսների փոխնախարար, էկոնոմիկայի նախարարի, բան չեն ասում։ Ասում են կարանք մենք օգնենք ձեզ, հարկեր տանք։ Գնան նորից ընկնեն բանկերի տոկոսների տակ էլի մարդիկ։ Իսկ ասում այս հարցը մենք իրավասուն միայն Նիկոլ Փաշինյանը կարող լուծի։ Այս օրենքի կասեցումը։ Ուրիշ ոչ ոք, ոչ դեպուտատ, ոչ այդ անդիմադիրներ ոչ ոք չի կարող։ Այսինքն ասում են, որ օրենքի գլխավոր ստեղծողը հենց Փաշինյանն է։ Ես հենց առաջի միտինգի ժամանակ էլ ասի, օրենքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երկրի ղեկավարն էլ է ինքը, ինչ ուզում անում են էլի։ Այստեղ գոնե մի հատ մասնագետների հետ քննարկեին, բան անեին, ասենք այդ օրենքը ընդունելուց ինչքան մարդ կտուժվի։ Այստեղ մի հոգու երկու հոգու մասին չի գնում։ Եթե ունենք 55-60 հազար անաձևներ, դրանց մեջ թող մի 30-40%-ը լինի մանր ձևներ, դրանք վերանալու են, կորելու են գնան։ Մնալու են անգործ։ Երկրում էլ ուրիշ գործ չկա։ Դրանց մեջ կան նաև թոշակառուներ, որոնց մեկի էսը թոշակառույն ով է հիմա էսը գործ տալիս։ Տարիքը տեսնում են մեծա չեն տալիս։ Այս օրենքը դրա համար sense մեծ բողոքի ալիք առաջացրեց, ուղղակի էլ եմ ասում, քիչ ժողովուրդ հավաքվել, որովհետև արդեն հիասթափելն ասում է, այս իշխանությունները ոչ իմանալ չեն անի։ Առաջ եթե հույս ու հավատ կար, որ ասենք բողոք էր գնում, ներկայանում տեղ էր հասնում, Նիկոլ Փաշինյանը հիմա չկա, ոնց որ արդեն չեմ անում, ինչ ձև են մտածում։ Բայց ախր իշխանություններին համարում են ժողովրդավար, չէ՞, որ ժողովրդին համարում են ժողովրդալ առաջ 1-2 տարում ինչ որ բաներ անում էին, ասենք, ստե բողոքները տեղ են հասնում։ Օրինակ կասովիները, որ բերեցին 120,000 դրամով ուզում են տային, նոր էր Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Բողոքը տեղ հասավ 60,000 դրամը պետությունը իր վրա վերցրեց, իսկ այն 60,000 բան։ Իսկ սրանից հետո այս 10 օր առաջ եկել են ուզում են 80,000-ով նորից կասովիներ տան։ Ուղղակի ժողովուրդը հելավ, ընդհանուր հելավ հետ քաշեցին, մի տարով հետաձգեցին։ Ինչ որ տեղ այս նկարահանումները, այս հաղորդումները տեղ հասավ։ Ես 73 տարեկան մարդ եմ ասել։ Մեզ սվերլոտներին ասել ջերնես կեստ է դրից տե, ասել տպեի։ Հետո մաքրի մորացա։ 200,000 քանել տուգան են։ Հանտրեմ։ Ասել որից ես ասենք ընդամենը 20 դրամ դե օգտա։ Ես այդ եղածն ինչ էր ասենք տպել, մորացա։ Ես պետություն չկա։ Ինչ եմ։ Իներկա թայլի։ Մաքրում ենք, ծախում ենք, յոլ ենք այդ։ Այդ տարիքից ես կեսաթոշակային ֆոնդ եմ տալի, ես եմ տալի, ասենք, դե հաշվի առնեց, ասենք, տարիքում մարդ ենք, մորացանք, ոնց կլիներ։ Իսկ շրջանառության մասին ինչ կասեք, որ 5-ից բարձրացվել է 10%։ Վատա, դժգոհ եմ ես ասենք։ Ես կի ասենք, որ այսօր ասենք, որ 1,000 դրամ, 2,000 դրամ, այդ ինձ առուտում ես։
Իմ տպազն ինչ ասենք, ես ինչ պետք է մուծեմ։ Ասում բանը, 200 քանի հազար չեղավ, դուրս գնա բան։ Գնա դուրս արի, ասենք ես ուր եմ, այս տարեկից, որտե գնա։ Ոնց անեմ, կարողանամ իմ հացը վաստակեմ, չգիտեմ, ես դժգոհ եմ շատ։ Դժգոհ եմ, ինչ ասեմ, լավ բան չկա, լավ բան ասենք, իմ հասկանալով ասենք պետք է պետությունը մտածի ժողովրդի մասին։ Պետք է մտածի ասենք, լավ ասենք, 100 տարի ասենք, Լենինի վաղտել ասենք, ռևոլյուցիայի նրա ժողովուրդը ասենք, քանի տարի վարժե հարկ չվերցին, ու ժողովուրդը ոտի կայնի։ Իսկ դե մտածեմ ոնց կարելի արա ոնց կարելի է քերել, ինչքան կարելի է քերել։ Չեմ մարում ինչ ասեմ։ Ես լավ բան չեմ տենում։ Շատ եմ դժգոհ եմ, վերին աշտեն դժգոհ եմ։ Միջև ղեկավարությունը չփոխվի, ոչինչ չի փոխվելու։ Վերջ, մոռացեք դրա մասին։ Մոռացեք, ժողովրդին դրել են հիմարի տեղ։ Հիմարի տեղ։ Բայց ղեկավարությունը ասում է, եթե մենք լավը չլինեինք, մենք ղեկավար չէինք լինի։ Ես մի անգամ ասել եմ, այս ղեկավարը այն որ բանը գելը գարի դիմակը քաշում է, այսին գալի մտմա ժողովրդի մեջ, ասում է ես ձեր հետ եմ, բայց մասկեն տրակավ արդեն մարդիկ հասկացան։ Հիմա դե թող ընտրություններին տենանք ոնց է ընտրությունը անցնելու։ Փարիսեյ, Փարիսեյ, on Փարիսեյ։ Կներեք մարդը ոնց որ մոտիկ Ինքը լավ չի վերջացնի։ Լավ չի։ Մինչև էտել մեր բախտը չի բերե ոչ նախագահների մոմենտով, ոչ վարչապետների մեր բախտը չի բերե։ Սկսած Լևոնից վերջացած էս այս սրանով։ Հույսեր են կապում մի օր, երկու օր փչանում են, ընկնում են քուչեկը։ Ասելու բան չունեմ, հիասթափված եմ։ Վերջ։ Բան չունեմ ասելու, որովհետև ոչ մի լավ բան չեմ տեսնում, ոչ մի լավ բան, շրջարկը 10%, այս ինչա ես գույքագրում, այս են, ինչ ես ուզում, ինչ ես ընկել, ինչ ես մանգալ, ինչ ես կորցրել, նա մտածում է իր հետևանքի մասին։ Մի հատ ասուլիսի ժամանակ մի հատ աղջիկ հարց տվեց, ասեց, դուք մտածել եք, որ մեռնես քո հետևից ինչ են ասելու, ոնց են ասելու, հիմա էսա, ինքը իր վերջի մասին չի մտածում։ Աբսոլյուտն, նա հենց գիտի հանգիստ ալնելու, 7 անգամ դագաղի մեջ ֆռալու է, այսքան ես զուլումը բերեց մեր գլխին, բեսսովեսնի մարդ է ինքը, բեսսովեսնի, այդքան բան կա, սուտլիկ, ինչ ասում է ընդհակառակն է անում, ինչ ասում է, սենց աղվեսություն միջև եկ, իջևանցին տենց աղվես, մի ամիտ վաբշե լավ քոլեցի ժողովուրդը ուրիշ է, սա ում գցեց, սենց ինչ արեց սա, հասկանալի չի։ Միան ես կասեմ, այս մեր կառավարությունը, եթե սեն շարունակվեց, միանշանակ պետք է լքի իրանց աթոռները, ամեն մեկը պետք է լքի, միանշանակ, որտեղ ժողովրդին իրանց այդքան ասում ենք, այդքան հավաքվում ենք, նախարարի տեղակալ են ուղարկում ժողովրդի հետ յանի զրուցելու, յանի 10 հոգանոց խումբ, բայց ոչ մի արդյունք չկա, դա ինչ է նշանակում, որ իրանք անգործության են մատնված, իրանք մենակ չգիտեմ, Մոտենա հոկանոց խմբին հարցս տալի, ասում եմ ես իրավասու չեմ, ձեր հարցին պատասխանելու, եթե իրավասու չի, ինչի համար ենք մոտենում։ Իսկ ով է իրավասու ասում է։ Դե, եթե պաշտոն են զբաղվեցնում, ուրեմն պետք է իրանք իրավասուց լինեն հարցերին պատասխանելու։ Եթե պաշտոն են զբաղվեցնում։ Գիտեք ովքեր են իրավասու պատասխանել, ով 7-րդ դասարան ավարտել, այդքան բան կարամ ասեմ։ Էլ բան չկա ասելը, որտեղ բոլորն էլ տեղյակ են, անդադ նույն բանը կրկնում ենք, նույն բանը ասում ենք, հելում ենք բողոքի ակցիա ենք անում, արդյունքում մենք ենք տուժվում։ Միանշանակ կասեցում, եթե չկասեցվեց, դրա հետ մեկտեղ ասեցին յանի հունվար ամսվանից մինչև ապրիլը երամսյակը 5% ոնց աշխատել եք, նենց ենք աշխատելու։ Իսկ ձեզ ինչպես են պատճառաբանում ավելացում, այսինքն 10% դարձ։ Դե քնե հելել են երևի տենց իրանց տենց է ձեռ տվել, 5% երևի ավելացում է իրանց պետ։ Ինչով են իրանք այդ հիմնավոր։ Իրան ինձ թվում է երկի վիճակ, այսինքն սենց ասեմ, վատացել անցյալ տարվա համեմատ այս տարի առևտուրը բոլորի մոտ 50%-ից ավել կրճատվել է։ Բոլոր։ Հիմա թող գա ինչ որ մեկը ասի իմ մոտ այս տարի ավելի լավ առևտուր է, քան անցյալ տարի։
չկա տենց մարդ որ գա, ասի իմ մոտ ավելի լավ առևտուր։ Բոլորի մոտ է կարակ մոտենակ հարցնեք, բոլորի մոտ է առևտուրը 50% ավել կրճատվել է։ Դե ես երեք էլ եմ ասել եմ երկրում հարթակներ որ մտել են Viber-ից Ozon բան, այսօր հիմա ձեր հեռախոսի մեջ է մտենք նայենք Viber-ից Ozon գոյություն ունի, դուք էլ եք ընդեղից պատվիրում եք, երկից չեք առնում, ստեղի տնտեսվարից չեք գնումներ չեք կատարում, ընդուց եք առնում, դրա պատճառով առևտուրը ընկել է բոլորիս մոտ, այսինքն եթե առևտուրը մեր բոլորիս մոտ ընկնում է ինչ է գալի, հարկեր մենք արդեն ինստինկտիվ քիչ ենք վճարելու, չէ՞, դա պարզ մաթեմատիկա է, ասենք եթե ես անցյալ տարվա համեմատ 50% եմ բանել, եթե խոսքի օրինակ անցյալ տարի ես վճարում էի խոսքի օրինակ եմ ասում 100,000 դրամ ամսական, այս տարի պետք է վճարեմ 50,000 կամ ավելի պակաս, որտեվ առևտուրը նվազել է բոլորիս մոտ, իսկ դա մեզ է ուղղակի թվում է, իրանց մոտ եթե տենում են հարկերի վճարումը քիչ է, տոկոս են բարձրանում, գոնե 100,000-ը գա կայնի տեղել։ Այսօր մեր Հայաստանը Կամ ուրիշ բան ձեզ ասեմ, իրանք այսօրվա դրությամբ շուկա խանութ հարթակի դրա մի հարկի տակ հարկում են։ Ասենք խանութ որ գնում եք մի բան առնելու, ընդ գինը գոյություն ունի, այսինքն ֆիքսված գինը կամ գնապիտակով է, դուք նայում եք, ուզում եք գնում եք, չեք ուզում, չեք գնում, չէ՞, եթե հարմար է գնում եք ցանկացած խանութից։ Իսկ շուկայում այտենց հասկացողություն չկա։ Մարդիկ գալիս են շուկա, որ էսի բազար է կոչվում, գան բազար անեն, մի բան էժանով կարողանան առնեն գնան։ Մենք չենք կարող ֆիքսել։ Այսօր մեր մոտ ապրանքը որ փչանում է, մաշվում է, ասենք հենց հիմա ես ընդ ապրանքներ կարամ իմ տաղավարում, կոնկրետ իմ տաղավարում ցույց տամ, ասենք տավարնի տեսքը ինքը գցել է։ Ես այդ ապրանքը, ասենք եթե խոսքի օրինակ այն վաղ ծախում է 40,000 դրամ, ես այսօր չեմ կարող այդ ապրանքը 40,000 նորից վաճառք տամ։ Չեմ կարող ֆիզիկապես չեմ կարող։ Ասենք տեղ եկած ժամանակ ինքնարժեքից էժան վաճառք ենք տալի, գոնե այդ ապրանքը մաքր, գոնե այդ գումար ինչ որ չափի գումար հետ բերենք, որ կարողանանք ուրիշ ապրանքի մեջ դնենք, աշխատենք։ Այսի շուկա է, խանութ չի։ Շուկայում առևտուր է։ Պետք է առևտուր անես։ Մի բան կարող է թանկ ծախես, մի բան էժան ծախես նույն ապրանքը, էլի։ Իսկ իրանք էդի չեն հաշվի չեն առնում, իրանք մի հարթակի տակ ուզում են հարկեն։ Սխալ է դա։ Իրանք պետք է այդ ամեն ինչը հաշվի առնեն հետո։ Սա ժողովրդին սարքել են առևտրական, կեսին խանութը բաց է, խանութում ուրիշ հարթակ է, շուկան ուրիշ հարթակ է։ Այս անձրևի տակ ապրանքը փչանում է։ Հիմա անձրևը գալիս է, հիմա խանութի մեջ, բուտկի մեջ ապրանքը դնում ես չի երևում։ Պետք է հանես դուրս։ Այսօրացիամ լուբոյ աշխարհի լուբոյ շուկաներում ապրանքները դուրս են դրվում։ Բոլորն է իրենց տաղավարից դուրս ապրանք են դնում։ Դա նորմալ է։ Որտեվ ես Եվրոպայում եմ տարիներ շարունակ աշխատել նույն գործով եմ եղել, առևտուր եմ արել, այնտեղ ենք մենք այդպես դուրսը շարում ենք։ Ասենք բաց ինձանց էր եվրոպացին էլ էր այդ նույն ձևի աշխատում։ Հիմա մենք էլ ենք նույն ձևի, բայց այնտեղ էլ էր մեր մոտ ապրանքը փչանում էր, ստեղ էլ է մեր մոտ ապրանքը փչանում։ Ապրանքը հիմա վաճառումը ստանում են, հիմա ես չեմ արտադրել, որ 100%-ից այդ ապրանքի վրա երաշխիք տամ կամ ինչ անեմ, ասեմ, աշխատելու։ Տանում են մարդիկ միացնում են փչանում է։ Այդ ապրանքը հետ են բերում։ Հիմա եկեք համոզեք, որ խոսքի ապրանքը փչացավ մեր վրից հան, գույքագրեմ, հետո գույքագրեմ այդ ապրանքը փչացավ, պետք է շպրտեմ գնա։ Այդ է մնալու իմ վրա։ Չգիտեմ, այսինքն իրանք ոնց են մտածում, էլի իրանց համար, իրանց այդ կաբինետներում նստած, թուղթու գրիչներ ձեռն բռնած, տակ նստած, ես մեր տեղը որոշում ենք կայացնում։ Ասենք թող մի հատ այդ որոշում կայացնողը մոտենա մի ժողովրդի հետ խոսա, հասկանա ինչ ձև է վիճակը, նոր ինչ որ օրենքներ բան անեն, էլի։ Բայց իշխանությունները միշտ ասում են, որ ժողովրդին մենք լսում ենք։ Դուք դրա հետ համաձայն եք։ Երբ իշխանությունից ինչ որ մեկը եկե ժողովրդի հետ խոսալու։ Մենակ ընտրություններից առաջ ոսկի սարեր են բոլորին խոս տալի, ասենք մեր վարչապետը իր այդ հեղափոխությունից առաջ ինչ էր խոսք տալի։ Կարմիր գիծը հանում, արագաչափը հանում, կամերա 1000 մի տես բաներ է, չէ, խոսք էր տալի կամերաների արագաչափի վրա մեշոկ էր քաշում։ Բայց ես դեմ չեմ այդ արագաչափերին։ Բայց ինքը ինչ խոսք տավ է սկզբանե դեմից, ինքը ոչ մի իր խոստվածին Թրամփի պես անում, էլի, ասում մյուս անգամ ինձ չընտրեք։ Թրամփը տենց արեց, չէ, պատասխանեց, մարդիկ որ ասում են դուք սենց բաներ եք խոստվել,
բայց ձեր խոստումը քիչ է կատարում, ասում է մյուս անգամ ինձ չընտրեք։ Հիմա ինքն էլ է նույն վիճակն է։ Ինչ խոսքա տվի, իր խոստվածից ոչ մի բան չի կատարում, մենակ հանձնելու լավ վարպետ է դառը։ Հիմա ասեմ ավելացնեմ, հիմա որ ասում եք, ասում է ժողովրդի ձայնը լսում է։ Հիմա արդեն քանի ամիս է բողոքի ակցիաներ գնում, որ դեմ են այս օրենքին։ Ու հիմնականում դեմ են մանր եւ միջին բիզնեսմենները, անաձեռներները։ Հիմա այսքան նկարել են, այսքան տեսել են շուկա։ Գոնե մեկը գա որևէ նախարարությունից կամ հարկայինից կամ Նիկոլ Փաշինյան թող ինչ-որ մեկն ուղարկեր, գար տեղում տեսներ, տեղում լսեր։ Օրենքը դրեցին մի անգամ շփշփալով անցկացրին, ժողովուրդը ընկավ կրակը։ Ես ահագին փոքր բիզնեսներ փակում, 8 տաղավար մեր մոտ արդեն ազատվել է։ Հունվարից հետո 8 տաղավար ազատ է։ Ու էլի գնալ է դի օրենքը նոր։ Նշանակ պետք է հանեն այդ օրենքը։ Ու եթե չհանեցին էլի է դատարկվելու։ Հիմա տեսեք, ստեղ սա Նշանակ ես էլ երկու բառով ավելացնեմ, այս 10%-ը ավելացնում են մեր ոնց որ ասած հարկային բեռը ավելացնում են, դրա հետ մեկտեղ սարքել են սա անկանխիկ։ Գնում ես քո եկամուտը, քո դրամը բանկից կանխիկ ասնելու, բանկը իր տոկոսն է պահում, այս թղթի համար այս գումարն է պահում, որ հաշվում ես բոլորը ահագին գումար է դառնում արդեն։ Դիտավորյալ, միտումնավոր սա անում են։ Մեր երկիրը կործանելու։ Երևի իրաց ձեռ է տալի տենց, ինչ ասեմ։ Միանշանակ դի կասեցվի, այսօր այնա դուրս եկեն, բարեխիղճով հարկերը վճարում է, ուշացում չի տալի, նրանց ուզում են ավելացնել նրանց բեռը։ Միանշանակ այդ բեռը մենք էլ թեթևացնում ենք մեր անաձեռներները փակենք դուրս գանք։ փակվեն ու ինչ չարժ։ Դառնալու ենք հանցագործ գողու բան, էլ ինչ պիտի ես երկրում։ Արտադրություն չենք տալի, գործարաններ չկա որ աշխատենք։ Հնես չի մեզ հաճելի է մենք գանք սենց սաղորը ստեղ, գնանք հրապարակ, գնանք սրան, գնանք նրա մոտ, դա մեզ հարմար չի։ Միանշանակ պետք է կասեցնեն, մեր կառավարությունը թող լուրջ քայլեր ձեռնարկի։ Ես արդեն մտածում եմ այդ ուղղությամբ։ Եթե սեն շարունակվի, ես փակելու եմ գնամ։